impeachment-ի գործընթացը, որը ես կարծում եմ, որ հնարավոր է իրականացնել։ Եվ շատ կարևոր է, ես նաև համաձայն եմ ձեզ հետ, որ պետք չի սպասել մինչև 2026 թվականի ընտրություններ։ Ով գիտի, այս 1 տարվա ընթացքում ինչ կարող է տեղի ունենալ։ Մենք կարող է մեր հայրենիքի մի մասն էլ կորցնենք, հետո այդ կորուստով գնանք ընտրությունների։ Կարող է ընդհանրապես Հայաստանը որպես պետություն այլևս գոյություն չունենա, իսկ մենք սպասենք, թե ինչ ընտրություններ են տեղի ունենում։ Գիտեք, ցավալի մի այլ իրականության մասին խոսեմ, Արցախի հանրապետությունը։ Ուր է Արցախը։ Արցախը չկա, մենք անգամ ընտրություններ չենք կարողանում, նախագահի ընտրություններ այդպես էլ չկարողացան անցկացնել Հայաստանում։ Ով է վստահ, որ նույն ճակատագրին չի արժանանա Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն նույն կարգավիճակում մենք չենք հայտնվի, որ առանց պետության կմնանք, իշխանությունը եւ մեր ժողովուրդը կհատնվի այլ պետության տարածքում, եւ մենք անգամ այդ պետությունում գիտեք քմծիծաղով, բայց շատ ցավալի քմծիծաղով եմ մոտենում այս հարցին, որ մենք անգամ այդ պետությունում մենք չենք կարողանա նոր ընտրություններ էլ անցկացնենք։ Ժամանակին այդքան մենք Արցախահայությանը զգուշացնում ենք այս վտանգների մասին, բայց ցավում եմ ասում, ուշագրավ չեղան։ Միմյանց էին կներեք արտահայտությանս համար, բայց միմյանց էին ուտում։ Միմյանց հետ կռիվ էին մատնում։ Մինչդեռ ընդ թշնամի պատրաստում էր պատերազմ սկսել Արցախի նկատմամբ։ Պետություն, որը գտնվում է անդադար այդ պատերազմների մեջ, ում կողքը հարևան պետությունը ասում է, որ ես քեզ ոչնչացնում եմ, դու ոնց կարող ես ներսում ինչ որ կլաններ էին ստեղծել, ինչ որ չգիտեմ, անձերի միջև պայքարներ էին մատնում։ Ի վերջո դրան ինչ բերեց։ Բերեց նրան, որ այսօր Արցախը չկա։ Իսկ մեր հայրենակիցները այսօր փախստականի կարգավիճակում հայտնվել են Հայաստանում, անգամ Հայաստանում էլ չեն կարողանում իրենց կյանքը վարել եւ ստիպված նաեւ մեր հայրենիքն են լքում եւ գնում են այլ պետություններ։ Ես չեմ ուզում, որ նույն ճակատագիրը սպասի Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանը մենք միակ հայրենիքն է, մենք այլ հայրենիք չունենք։ Մենք սա պետք է միշտ հաշվի առնենք, որովհետեւ եթե մենք այս հայրենիքը կորցրեցինք, մենք ուղղակի քոչխոր ցեղ ենք ինչ որ դառնալու, սփռվելու ենք աշխարհով մեկ եւ դարերի ընթացքում վերջը վերջո կորցնելու ենք մեր ինքնությունը եւ ձուլվելու ենք այլ պետություններում։